Բարի երեկո բարեկամներ։ Հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի կունենա Afeli Winter Cup-ի 5-րդ տուրի Mainz Juventus հանդիպումը։ Հա ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլծվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ մրցաշարային աղյուսակում իրենց տեղը բարելավելու համար։ Տեսնենք ինչ ընթացք կունենա հանդիպումը, ֆուտբոլիստները անհամբերությամբ սպասում են մեկնարկային սուլիչին։ Բավականին հետաքրքիր եւ բովանդակալից հանդիպում է սպասվում բարեկամներ։ Դա իհարկե ցույց կտա ժամանակը։ Եվ այսպես Mainz Juventus հանդիպումը մեկնարկում է գնդակով։ Juve-ի ֆուտբոլիստներն են, եկեք այս պահին բարեկամներ արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին, սկսենք Mainz-ից համար 1 Արտակ Համբարձումյան, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեգամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Նարեկ Սարգսյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 17 Ռաֆայել Կյուրեղյան, համար 18 Վյաչեսլավ Պետրոսյան, համար 22 Վարդան Հովանիսյան, համար 27 Նարեկ Երվանդյան և համար 99 Նշան Մարկոսյան։ Juventus համար 4 Արթուր Զաքարյան, համար 5 Արամ Մակարյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 10 Արտուր Աչեմյան, համար 11 Սերգեյ Եսայան, վտանգավոր դրությունը հարվածը բարձր է ընթանում, համար 12 Գևորգ Իորդանյան, համար 13 Ռոբ Արաքելյան, համար 14 Նարեկ Մարտիրոսյան, համար 35 Արամայիս Դավթյան, համար 88 Սերգեյ Ղազարյան, համար 89 Արման Հարությունյան և համար 96 Տիգրան Խաչատրյան։ Juventus-ն է գնդակով։ Խլում են գնդակը Juve-ի ֆուտբոլիստները, սակայն վայրկյաններ անց գնդակի կորուստ վտանգավոր դրություն է։ Եզրի Juventus-ն է նետում գնդակը խաղի մեջ։ Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի ախմբում, Juventus-ը 12 հնարավորից վաստակել է 12 միավոր, 4 խաղ, 4 հաղթանակ, մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է, իսկ Mainz-ը ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Թիմերը այսօր կանեն ամեն ինչ, որպեսզի տանեն իրենց հերթական հաղթանակը, հարված և աշիվը բացված է։ Արտուր Աչեմյան 1-0։ Չմղում իր թիմին, հրաշալի հարվածով բացելով խաղի հաշիվը, կրկին Աչեմյանն է գնդակով։ Փոխանցում Սերգեյ Ղազարյան, Juventus-ն է գնդակով,
Բայց կորսում են գնդակը, իսկ հիմա Mainz ձեռնարկի արագ հակագրով, որը պսակվում է անհաջողությամբ։ Հաչոմյանը կենտրոնում ստանում է գնդակը և շարժում առաջ։ Չհասավ փոխանցումը խաղընկերոջը։ Mainz-ը գնդակով, կենտրոնով շարժում է առաջ Mainz-ի ֆուտբոլիստը, փոխանցում Ձախյազը, հարված և հարված է շեղը։ Գեղեցիկ գրող կազմակերպեցին Mainz-ի ֆուտբոլիստները։ Հիմա հերթը Յուվենտուսին է գրոհելու, Մանվել Այվազյան։ Հաչոմյան։ Չէ շտապում Յուվեի ֆուտբոլիստները կարճ ու միջին տարածության փոխանցումներով փորձում են մտնել մրցակցի տուգանային հրապարակ։ Հաչոմյան։ Փոխանցում։ Mainz-ի ֆուտբոլիստը առաջինն է հասնում գնդակին և ստանալով այն արագորեն շարժում առաջ։ Փոխվում է կենտրոն։ Թանկավոր դրություն կարող է ստացվել, բայց անկյունային հարվածի իրավունք են վաստակում Mainz-ի ֆուտբոլիստները։ Առաջին անկյունայինը այսօրվա խաղում։ Խաղարկում են անկյունայինը, բայց չեն կարողանում գրող կազմակերպել։ Հարված Յուվենտուսի դարպասից։ Հաչոմյան և խաղի կանոնների խախտում։ Այո, Յուվենտուսը ամեն ինչ կանի, որպեսզի տանի 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Ինչ վերաբերվում է Mainz-ին, ապա Mainz-ն պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի բարելավի իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Հաչոմյան, փոխանցում։ Չկարողացավ ինչպես հարկն է ընդունել Արթուր Հաչոմյանը և հիմա Mainz-ի գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Անմիջապես շրջափակեցին Mainz-ի ֆուտբոլիստին և վայրկյաններ անցնում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները։ Ղազարյան, Մանվել Այվազյան, խաբս է տալիս։ Հրաշալի փոխանցում էր։ Արագ հակագրով Mainz-ի կողմից տեսնենք փոխանցում։ Հարված։ Գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Յուվենը գնդակով փոխանցում Ձախյազար։ Հաչոմյան։ Թնում են գնդակը Mainz-ի ֆուտբոլիստները և կենտրոնով շարժում է առաջ։ Վտանգավոր գրող կարող են կազմակերպել, բայց Յուվեի պաշտպանները իրենց բարձունքների վրա են։ Սերգեյ Ղազարյան։ Մանվել Այվազյան։ Վտանգավոր գրող կարող է ստացվել։ Հասնում է գնդակին Ղազարյանը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։
ընդունում է գնդակը։ Փոխանցում չասավ փոխանցումը խաղի կերոջը։ Այս մնում է գնդակը այնցի մոտ հարված եւ շեղեր։ Յուվենտուսն է գնդակով կենտրոնով շարժում է առաջ։ Էվազյան և խաղի կանոնների խախտում։ Բավականին վտանգավոր դիրքում Յուվենտուսի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք։ Մանվել Այվազյանն է պատրաստում իրացնել տուգանայինը։ Այվազյան հարված ևս մեկ հարված Փակում են հարվածի ճանապարհը Մայնցի ֆուտբոլիստները, բայց գրոհը չի ավարտվել, ևս մեկ հարված շեղեր։ Հաչեմյան փոխանցում Ղազարյանը հարվածում է դարպասին և վաստակում եզրային նետման իրավունք Հիմա էլ արդեն Յուվենտուսի կիրացնի անկյունային հարված Ճիշտ է հաղթում են Յուվեի ֆուտբոլիստները, բայց չեն դադարում գրոհել Այվազյան կորսում է գնդակը մանվել, Այվազյանը Հանդիպման 13-րդ րոպեն է Յուվենտուսը հաղթում է նվազագույն հաշվով Կլում են գնդակը Մայնցի խաղացողները Հարված և հարվածը շեղեր Յուվենտուսը հիմա կփորձի ձեռնարկել իր հերթական գրոհը արդեն կենտրոնով Ղազարյան փոխանցում բայց ուժեղ էր փոխանցումը Չի ստացվում, Մայնցի մոտ չի ստացվում դեռևս Հարված Յուվենտուսի դարպասից
Շրջանցում է մրցակցի ֆուտբոլիստին, բայց կորցնում գնդակը։ Սակայն կարողանում է վաստակել անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում, գեղեցիկ փոխանցում էր, բայց Յուվենտուսի ֆուտբոլիստը խլում է գնդակը եւ հիմա Յուվենտուսի արագ հակագրոհը պսակվում է անհաջողությամբ։ Հրաշալի կոմբինացիա է։ Խափանում են գրոհ Յուվեի ֆուտբոլիստները եւ ձեռնարկում արագ հակագրոհ Հաչեմյան։ Վտանգավոր գրոհ է։ Քիչ մնաց գնդակը հայտնվել Յուվենտուսի դարպասում։ Ցում առաջ Հաչեմյան հրաշալի փոխանցում էր Փոխում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները Ուժեղ էր փոխանցումը եւ հարված դարպասից Յուվենտուսը մի փոքր գցեց խաղի տեմպը Այժմ հարված Ռոչի ավարտվել Չհասկացան միմյանց Յուվենտուսի ֆուտբոլիստները Բայց ֆուտբոլիստները ձեռնարկեն հերթական գրոհը, բայց Հաչեմյանը խլում է գնդակը Սակայն փոխանցումը, որը ուղղված է դեպի Մանվել Այվազյանը չստացվեց Բայց գնդակով փոխանցում Չի ավարտել գրոհը, տեսնենք Շատ լավ են այսօր պաշտպանվում Յուվեի ֆուտբոլիստները Տեսեք Վարկյանների ընթացքում չեզոքացնում են սպառնալիքը Ինչ են անում, չեն հասկանում միմյանց Դանդաղ են Մանցի ֆուտբոլիստները Ֆուտբոլային հրապարակից Անցնում հարցակման Եվ Յուվեն է գնդակով հարված Վրատ պաշտպանությունը չկար հետևը Հաչեմյան
Ավել Այվազյան Եվ եզրային նետում Հարված շեղեր Մանչի ֆուտբոլիստները եզրից կնետեն գնդակը ಎಷ್ಟು ವಾಸತ Ես տուխանցում Կարճ փոխանցումներով մանչի ֆուտբոլիստները փորձում են դուրս գալ սեփական դուգանային հրապարակի մատույցներից Տեսեք, անմիջապես Յուվեի ֆուտբոլիստները կարողանում են խլել գնդակը Կրկին Մանչն է գնդակով և վաստակում են դուգանային հարվածի իրավունք Ճիշտ է տարածությունը բավականին հեռու է, բայց կարող են նաև հարվածել դարպասին Հարվածում է դարպասին, բայց բավականին անհաջող ստացվեց Խանցում է պետք կատարել Ձախեզոր Յուվենտուսը կձեռնարկի հերթական գրոհը Այվազյան կորցնում է գնդակը Հարված Բավականին շեղ ստացվեց հարվածը Կրկին Յուվեն է գնդակով Այվազյան Խաղի կանոնների խախտում Տեսնենք ինչպես կիրացնեն այս տուգանային հարվածը Յուվեի ֆուտբոլիստները Հարված բավականին բարձր ստացվեց հարվածը Անմիջապես խլում է և հարվածում դարպասին Խանցում է պետք կատարել, այդպես էլ անում է ձախեզով, հիմա կշարժվեն առաջ
Այվազյան, հարված և 2-0 Մանվել Այվազյանը հաշիվը դարձնում է 2-0 և առաջին խաղակեսը հավարտվում է Այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Ախվելի Winter Cup-ի 5-րդ տուրի Mainz Juventus հանդիպումը արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը Առաջին կեսից հետո Juventus-ը հաղթում է 2-0 հաշվով Արտուր Աչեմյանի և Մանվել Այվազյանի խփած գնդակները հարված Փրկում է դրությունը Mainz-ի դարպասապահ Արտուր Աչեմյանը և Մանվել Այվազյանն են դարձել գոլերի հեղինակ Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին կեսը Այն անցավ 2 գրոհներով Չնայած որ Juventus-ը հենց առաջին րոպեներից տիրել էր խաղային և տարածքային առավելությանը Սակայն ընթացքում Mainz-ը ակտիվացավ ձեռնարկեց մի քանի վտանգավոր գրոհներ, սակայն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը 2-0 առաջին կեսից հետո տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ խաղակեսը Դավիթ Մարտիրոսյանն է գնդակով Ղազարյան Ոչինչ, վրեջ, կորելա, վրեջ Կորելա, գև, ընտա առստով Կպտես կորելա Սարգսյան Խացում Ձախյազար Վտանգավոր գրող էր, բայց չհասավ խաղընկերը փոխանցմանը Այո Juventus-ը հաղթում է բարեկամներ հրաշալի խաղ է ցույց տալիս Իմ ազգանունը սխալ եք ասում, դե գիտես, չէ՞։ Յորդանյան։ Արդեն փոխել եմ Կրկին Juven է գնդակով Արի առաջ։ Լենա զոնա։ Տիրոսյան Սերգեյ Ղազարյան Կրկին Դավիթ Մարտիրոսյան Մարտիրոսյան Գեղեցիկ կոմբինացիա է Ղազարյան Հոխանցով Մարտիրոսյանը վաստակում է եզրային նետման իրավունք Հարված Հեռացնում են գնդակը Եվս մեկ հարված, բայց հարվածը բարձր է ընթանում Սերգեյ Ղազարյան Կորսում է գնդակը Ղազարյանը, բայց գնդակը կրկին հայտնվում է Juventus-ի մոտ Դավիթ Մարտիրոսյան Այն մեջտեղը զոնա արտավ է Եվը կա Ղազարյան
Մարտիրոսյան, փոխանցում։ Փոխանցում առաջ։ Գևորգ Իորդանյան։ Փորձը շրջանցել, բայց կորցնում է Իորդանյանը։ Եվ հարված Մայնցի դարպասից։ Ապահովության համար Մայնցի ֆուտբոլիստը գդակը դուրս է հանում անկյունային։ Մարտիրոսյան, խապս է տալիս Մարտիրոսյանը։ Կենտրոնով Յուվենտուսը շարժում է առաջ և խաղի կանոնների խախտում։ Դավիթ Մարտիրոսյանն է պատրաստում իրացնել Տուգանայինը։ Հարված և շեղ է հարվածը։ Վնասված ստացավ Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Եզրային նետում հեռացված է գնդակը այս գնդակով տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրոհը վնասված կստացել Մայնցի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը
2-0 Յուվենտուսը հաղթում է Winter Cup-ի 5-րդ տուրի շրջանակներում։ Յուվենտուսն է գնդակով, հրաշալի փոխանցում դեպի Արտուր Աչեմյանը, Աչեմյան, խլում է գնդակը Մայնցի ֆուտբոլիստները, բայց վարկյան ներած գնդակի կորուս Ղազարյան, վտանգավոր գրող էր ամեն դեպքում։ Կրկին Աչեմյանն է գնդակով։ Անհաջող փոխանցում։ Ահա տեսեք ինչպես հրաշալի հարձակվում են, այնպես էլ հայլուն կերպով կարողանում են պաշտպանվել Յուվեի ֆուտբոլիստները։ Հրաշալի խաղում։ Մարտիրոսյան։ Փոխանցում։ Չկարողացավ ընդունել Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Աչեմյան խաղում է Մարտիրոսյանի հետ։ Հարված։ Տիրում է գնդակին դարպասապահը և այն անմիջապես ուղարկում առաջ։ Վնասվածք է ստացել Մայնցի ֆուտբոլիստը, վտանգավոր դրություն է։ Հարված։ Հալավելի կար աղբուր պես, աղբուր պես։ Հանդիպան 38-րդ րոպեն է Յուվենտուսը ստացել է անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում չստացվեց։ Հրաշալի գոլ կստացվեր, եթե դիպեր գնդակին Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Հիմա հերթը Մայնցինն է գրոհելու, բայց կորցնում են գնդակը, Աչեմյան։ Եղեցիկ կոմբինացիա էր և հերթական անկյունայինը։ Սերգեյ Ղազարյանը կիրացնի անկյունային հարվածը։ Փոխանցում։ Հարված, բարձր են տանում հարվածը։
փոխանցում առաջ։ Խապսը տանից, հարված, Շեղև։ Երկուսերը Յուվենտուսը հաղթում է Արթուր Աճեմյանը և Մանվել Այվազյանն են դարձել գոլերի հեղինակ։ Եզրային նետման իրավունք են վաստակում Յուվեի ֆուտբոլիստները։ Հրաշալի փոխանցում էր։ Չկարողացավ եզրափակել գրով Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Իհարկե պետք է ֆիքսենք Արտուր Աճեմյանի ֆանտաստիկ փոխանցումը։ Բայց խաղանկերը չկարողացավ եզրափակել գրով և վնասվածք հասցրեց դարպասապային։ Ամեն ինչ կարգին է, բարեկամներ կարող են շարունակել հանդիպումը։ Չկարողացավ ընդունել գնդակը Մանցի ֆուտբոլիստը։ Յուվենը գրահում կենտրոնը շարժում է առաջ, հրաշալի է խաղում, փոխանցումը պետք է տրել այստեղ, փոխանցում, վտանգավորություն էր, հրաշքով գնդակը չհայտնվեց Մանցի դարպասում։ Անկյունայինը իրացված է, հարված, հրաշալի է խաղում Մանցի դարպասապահը, այն անմիջապես ուղարկում առաջ, սակայն Աճեմյանը իր տեղում է։ Եվ Յուվենտուսի ֆուտբոլիստը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Հրաշալի համագործակցություն, խապս է տալիս։ Փոխանցում աչ եզր, տեսնենք, փոխանցում արված։ Յուվենը գնդակով, փոխանցում։ Հարված և գոլ։ Հաշիվը դառնում է 3-0։ Յուվենտուսի կազմում երրորդ գնդակը խփում է Արտուր Զաքարյանը, համար 4։ Երեք 0։ Յուվենտուսի կազմում դաշտում ֆուտբոլիստ կա, որը հետևը համար չունի։ Ինքն էլ նոր գոլային պաստորից մոտկասը կողը։ Վտանգավոր դրություն է, հարված Շեղև։
Հաչեմյան խապս է տալիս։ Գնա, տա։ Հաչեմյան։ Փոխանցում։ Չեզոքացնում է սպառնալիքը Mainz-ի ֆուտբոլիստները։ Հրաշալի խաղում հարվածում է դարպասին և գրը շարունակվում է։ Խաղի կանոնների խախտում ցույց է տալիս մրցավարը։ Վտանգավոր դիրքում Mainz-ը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Խաղարկում են տուգանայինը, բայց կորցնում են գնդակը։ Սերգեյ Ղազարյան։ Պասապա հրաշալի խաղում և տիրում գնդակին։ Հաչեմյան կենտրոնում ստանում է գնդակը։ Հարված։ Հեռացնում է դարպասապահը, բայց գրո շարունակվում է։ Վտանգավոր դրություն է։ Եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Mainz-ի ֆուտբոլիստները։ Խանցում։ Սարգսյան։ Շեզոքացնում է սպառնալիքը Յուվեի ֆուտբոլիստները և արագ հակագրով։ Շարժում է առաջ։ Փոխանցում, անկյունային։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը։ Փոխանցում։ Հարված, դարպասապահը փրկում է դրությունը։ Հաչեմյան։ Վտանգավոր դրություն է, հեռացնում են գնդակը Mainz-ի ֆուտբոլիստները։ Փոխանցում է պետք կատարել։ Փոխանցում, արված, գոլ։ Հաշիվը դառնում է 3-1։
Հաշիվը դառնում է 3-1, Mainz-ը խփում է իհարկե հեղինակության գնդակ, Արյան, Աչեմյան փոխանցում Ձախյազար, Արեկ Սարգսյան, Ես էլ կա։ Յուվենտուսն է գնդակով, Ազարյան, հարված, խնդրում առաջ, Ստեք ինչպես կավարտեն այս գրո, հարված և անկյունային, Արտիրոսյան Նարեկը փոխանցում, հարված և հրաշալի գոլի հեղինակ է դառնում Յուվենտուսի ֆուտբոլիստը հաշիվը դարձնելով 4-1 Յուվենտուսի կազմում գոլի հեղինակ է դառնում 89 համարի մարզաշապիկով Արման Հարությունյանը Հանդիպումը ավարտվում է բարեկամներ Յուվենտուսը հաղթում է 4-1 հաշվով Շնորհավորում եմ Յուվեի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում